Հիշտել է քեզ հետ 6 տարեկան խոհեն հետ 10 տարի այդ տեմպով ապրելը։ Ինձ էդի իմ կռավս հենց դղ այլալ, վերես իմ Արցախի դրոշպիցնիմ դղ ու հաղթանակավ կյամ։ Ոզում դասամեց ստրեսը ինչին է դա կապված։ Ես ասամ վեր պիտի հորովել երկիմ ու մեր բարբարն էլ պիտի լսվի այդ բեմից, այդ շրջանը մի կողմում տինում ու բեմում դարի ուրիշ մարդում դառնում։ Իմ Արցախ պետք է ինձ ազատ անմոռաց փողոցներով քայլելով ու հիշելով Ոզում դասամեց դժվար ժամանակներում Արցախի ձայները ոնց են ռեալիզացվում։ Ոզում ապացուցի մեն վեր միշտ արցախցին ուժեղ ա։ Podcast Ստիկած դուելսկած։ Մարիամ, Քաթանիկ եւ մեր դիտողներին, այսինքն վերսոր երաշտական ցնցող շոկային քաթնք ունենան եւ մի քրեք հուշել ավարտեն Տաթևին փոխանցիմ խոսքը վեր ներկայացնեմ մեր հյուրին։ Շատ դիսից խոսք փոխանցած։ Սոր մեր հյուրնա մի աղջնակ վերես վերջի շրջանում շատ ոգևորալ ամս արցախցիներից եւ ոչ միայն ուղղակի հատկապես արցախցիներից ունեցալ հնարավորություն արցախյան բարբար լսինք ամենամեծ բեմերից մեկում, բայց շատ վերասումա բեներ չպեցանինք, մի անգամից անցկենանք զրույցին, Անի ողջույն, հունցս Բարևձ, լավ, դուք ոնցեք։ Լավ, Անի, ավելի շատ դու սվերես վեր քեզ Անի ասին, թե Անի շոկ ասին։ Առօրյայում շատ Անին ասում, բայց բեմում հաճելի է Անի շոկ սկանա։ Անի, թեկուս 15 տարեկանս մեր համեմատ բավական փոքր, բայց փոքր մզանում։ Հա, բայց այդ 15-ից 10-ը դու արդեն իսկ բեմում ես, ոզում պատար դրա մասին խոսենք, ոնց հաստատվա, ոնցս ընկալ այդ աժիոտաժի մեջը։ Ես առաջին այսին վեր 2 տարեկանում առաջին անգամ բեմ բծրեցել։ Իլալու 2 տարեկան օլիրկ վատնան ինձ տսալա ու կանչալա ինձ այնագրալն Արցախյան օրներքը մամուս պապուսն այդ բեմում բիծրեցել բայց դա իլալ պրոֆեսիոնալ չիլալ պրոֆեսիոնալ սկսալում 5 տարեկանից արդեն ռեգուլյար պարապմունքների իմ հաճախալ համարյա ամեն օր ժամերով ու արդեն 10 տարի է ինչ Արցախի ձայների խմբում ու իմ շատ սիրելի լիրակուբատմնային հետ միասին փորձում ենք միշտ առաջ գնանք միշտ տարբեր մրցույթներ տեսնանք նկատինք ու մասնակցենք առաջինը փորձ ձեռք բերելի հետի երկրորդն էլ վեր հայտնություն ձեռք բերինք արդեն երևի 10 տարվա ընթացքում շատ մրցույթներ մասնակցալ առաջին մրցույթս իլալա նորալիքին կիսաեզրափակիչ փուլը 17 թվականին, բայց այդ թվականին այս չում կացա եզրափակիչ, բայց իմ ուժերից նորից փորձալում 20 թվականին։ Քանի որ ասացել վեր բավականին բարդ է նաև Արցախի ձայներում անընդհատ պարապմունքների մեջ ես, մի տեսակ դա շատ նմանվում է բալետին, վեր անընդհատ դու այնպիտիս պարապեիս, այնպիտիս աշխատեիս եւ այսինքն վեր այդքան էլ հիշ չի Արցախի ձայների տեմպին տեմկենալը, որովհետեւ անընդհատ դեղ աշխատանք կա եւ պրոֆեսիոնալիզմի մի մակարդակ վերին պետք է պրոստը սվերին իսկ հիշտել է քեզ հետ 6 տարեկան խոհեն հետ 10 տարի այդ տեմպով ապրելը ու արդյոք ստիվեր հետս եշում ասում ես այս ոնցում տեմկացալ կամ հպարտանում ես վեր գրացալս այդքանը հաղթահարիս Դույն ասած դիչվեր շատ ստրոգին իլալ ձայները շատ ընկերական միջավայրում ես այս 10 տարին անց կծրալ ու ինձ այդ իստիմ ակնթարթում ատա անցկացալ, որովհետև իրոք եթե սերավ լիքնակ ու շրջապատը դու կարում ես լավ գործանիս այդ մարդկանցն հետ շատ շուտ անցկենում, այս 10 տարին ակնթարթային այլել։ Շարունակել ավ Մարիամին ոզում հասկանամ լի Ունակ վեր հետս եշում ունեցած դասարանցիներ, թաղի հնգերուն, կլողսաղորև է ամա վիրքիզի տալիս, դու են սիլել տեսնելիս, տեսից կինալիս մինգել փորձերը նելիս, ոզում տեսնամ կա ինչ որ չապ ափսոսանք վեր խեի սելչում տիրալ, թա դու հսցրալս համատեղիս կամ գուցե հսցրալ չս, բայց մտածումս վեր տա քո հաղթանակներիդ գինա ու արժեր վճարել տա։
Ես ամեն ձևի փորձամ ամեն ինչ սինխրոնացնեմ, վեր ամեն տեղ հասցնեմ համ տեսերի մեջ, համ ընկերական շրջապատում ու փորձերը տեղ խնգարալ չուն, փորձին դեպի մի նոր աշխարհ այլել ու ես վեր սենյական փորձ սենյական տեսումեկան դեպի ուրիշ աշխարհ սկսվել ես համ հասցրալում իմ ընկերներից նետ շփվիմ, համ փորձալում վեր вообще տեսից բացակային վեճ ու նորմալ կրթություն ստանամ ու իմ մանկությունս դրանով խափանվել, չփորձեր խափանալ չնիմ մանկությունս, որովհետև իրոք իմ մանկություն շատ գուներ անցկացալ, շատ հեքիաթային, ես այդ ամեն ինչը շատ գնահատում Այսինքն դու այդ գուների մեջ ներառումս նաև այն աշխատանքը վեր ըրալս Արցախի ձայներում դու դա դիտարկում չես որպես ասած չարչարանք, բեն, այլ հակառակը վայել քայլ այո, վայել, ես դա ամեն ինչ վայելալում, դետի վայել քայլել Անի, արդեն 10 տարի է ինչ բեմումս, այսին վեր շատ տարբեր ես նախ բեմում եւ իրական կյանքում, բայց այդ մասին էլ հեսա պատարկը խոսենք, բայց ավելի շատ ինձ հետաքրքիր է թե ինչ հաղթանակներ, ինչ փորձեր ես ունեցալ այս 10 տարվա ընթացքում, ինչ փորձառություն ես ունեցալ ու քեզ է վերնայել ամենակարևոր, ամենատպավորիչ հաղթանակը։ Այս 10 տարվա ընթացքում երևի թվով 5-ից ավել մրցույթների մասնակցալ առաջին մրցույթը սիլալա հենց նորալիքի կիսաեզրափակիչը բայց Գուճի միլալ այդ վաղտը 7 տարեկան ու այս չմ կացալ եզրափակիչ, բայց ես իմ հույսը կտրալ չմ ասամ, ես անպայման վերադառնալու ու ապացուցիմ ու դա իլալա ես 20 թվականին դիզա շատ դժվար տարի ելել համ կարատին ելել համ կռևը մինտեղ, բայց on-line անցում կացալ եզրափակիչ ու հենց կռվի օրերին տեղափոխվալում Ռուսաստան մասնակցելու հետի, դիզա շատ դիժեր ելել ամեն ինչը ասազնավատանել ու մասնակցել, բայց ինձ էտի իմ կռևս հենց դեղ այլել, վերես իմ Արցախի դրոշպիցնիմ դեղ ու հաղթանակ ավկյամ, ինձ էտի իրականում հաղթանակը դա հենց մասնակցությունն է, ես տղերին վերասում ես տեղը փռնիմ, են տեղը փռնիմ, ինձ էտի դա շատ կարևորություն չոնե ու ես ըրալում իմ խոստումը դրոշպիցրելում երկու փուլ այլել, երկուսն էլ պատվով ներկայացրալ ինձ թվում է դուզա հորիզոնական չում գրավել, բայց ինձ թվում է միշտ ունեցա զրիցիրսկի սիմպաթիկ երևի, հա Իսկ վերջին հաղթանակիդ մասին ինչ կես անի, որովհետև հայտնվել մեծ բեմ նախագծում ինձ թվում է շատերի երազանքն է ու նաև ունենալ հաղթանակով գալ ինչ ապրումն ես ունեցալ Երևի Արցախից տեղահանվելուց հետո ես դի Վերսիմ ինչ-որ մրցույթ մասնակցել կամ մեծ բեմերում երգել իլել չի ու դա իմ առաջին մրցույթն այլել շատ տպավորիչ ելել ու դուզա իմ մրցույթներս միշտի պատար ստրեսային հունավում ես ընկալդեղ բայց ինձ էդի շատ տպավորիչ ելել քեցալ ներկայացրալում էլի Հայաստանը երգալում Արցախյան հորովելը նաև երգալում Արմենիան շատ Գայշենք բեմադրությամբ ու անգալում լավագույն երյակի մեջ Где-то горы, горы, а за ними, Армения моя Знаю, мама, мама, Армения, ты ждешь меня Коланджелине, ярара Ашхара, Армения Сыртис мече сананта Իսկ լավագույն երյակը ապրիլում մասնակցելու է Կրեմլյան դահլիճում կայացող մեծ գալահամերգին ու դա ինձ էտի շատ մեծ ձեռքբերում է վեր ես ելույթ ունենալու Կրեմլյան դահլիճում հերթական անգամ էլի ստրեսային ինչ որ բենա ուղեկցալ ուզում տեսամ այդ ստրեսը ինչին է դա կապված գոզի մեծ մասին խոսենք եթե դեմ չես Ну, ստրեսս է լավ, մունք երևի 10 օրան ընդմենջ մտանցանք զայվ կանտվալանք, ես ուժը անցում կացալ կիսաեզրափակիչ փուլ, բայց մտածմունքների մեջ ենք իլալ քինանք, արժե քինել, թե չքինել, բայց վերջում դե ինչը կարեր ստի ասած ձեր չքինելու պատճառ դառնալ Ну, մունք օզալանք մրցույթներից լավագույնը ընտրինք վեր լավ ստարտավ սկսինք մրցույթներին պենը ու վերջում համոզվել ենք վեր արժեքինալ ու էլի ներկայացնել Հայաստանը ու պատվով ներկայացնել
ու դի որոշանք վեր պիտի քինանք։ Այս ընթացքում, երբ Արցախյանը մոռացվում է եւ բարբարի մասին խրեգ է խոսվում, բարբարավ խրեգ է խոսվում, Արցախի մասին քիչ է խոսվում, ինչա նշանակում KZT մեծ բեմերից Արցախի բարբարով երգելը եւ ինչ զգացողություններ ես ունենում դու այդ ընթացքում, երբ քո ամենա թանկ բարբարավս խոսում, ինչ KZT սովորական առօրյա է իլալ, իսկ մենք արդեն կարելի ասած պահպանելու անհրաժեշտություն կա։ Իրականում ես իմ մեջ ինձ մի հատի կանոն կա, ես կասին վեր Արցախի ձայնը միշտ պիտի ամեն բեմերում հնչե, ու հենց արցախյան բարբարը նույնպես, ու հենց Արմենիա երգից հետո, երբ ինձ ժյուրին ասալա մի հատ դապալնիցիլնի երգերքիմ, ես ասամ վեր պիտի հորովելի երգիմ ու մեր բարբարն էլ պիտի լսվի այդ բեմից, ու այդ հորովելը ինձ թվում է մեծ նշանակություն ա ունեցալ իմ ելույթի մեջ, ու վերջին գնահատականս այդ հորովելից ինձ տվալ ու ընկալում լավագույն երգ։ Անի, շատ հետաքրքիր է վեր առաջի անգամը քեզ հանդիպում, ստեղ ֆիքսինգ ու տեսնալավ Անի շոկին բեմում ու Անին իրական կյանքում կարծես թե այդ մարդիկյուրն հետ կապ չունենան։ Բեմի իրատու շատ էներգիայով լի, շատ ազատ, անկաշկանդ, համարձակ ու ստեղծի մի հատ համեզ դպրոցական արցախցի աղջնակը։ Ոզում տեսնամ դու հունցս կարում ինիս դի բեմում ու Ստի իրական կյանքում եւ վերնա KZT ամենակոմֆորտը։ Իրականում ես բեմ դուսկելուց առաջ իմ սա ուժերս հավաքում, լող մոռանում ու մենակ իմ ելույթիս մասին մտածում, դիշում կյամ ոզում ապացուցի մեն վեր միշտ արցախցին ուժեղ է ու ամեն վեշին պենուրան խնկարն չի վեր ինք ուրան գործունեությունը շարունակ է տարբեր տղեր ու բեմում երբ պիցրանում բեմ սրազու ստի վեր ասում սյոանի կենտրոնաց պիտի լավ ելույթ ունենաս ու ուժերս հավաքում ու ելույթ ունենում։ Բայց նաև ինձ էդի շատ հետաքրքրական է, վեր սովորաբար այն տարիքում վերում տուվս գտնվում, դեռահասության տարիքում այդ ինքնահաստատման գիմչում բումն այնում դիմադրության եւ այլն ինչ որստի ու այդքանավ հանդերձ ունենալ նաև որոշակի աստղայինություն, եթե թեկուզ տա լոկալ է, ես իմ հինչում աշխարհահռչակ չի դեռևս, բայց ամեն դեպքում ես զգում չում այդ ազդեցությունը քիզրա, ոզում տեսնամ տա հինչնա, արդյոք տածս դղ սվրցրալն, Արցախի ձայներումը սվրցրալն վեր հայտնիությունը պիտի չի քեզ խեղտե, կամ գոռոզացնե, այո, թատա ծերունց դաստիարակությունը, թատակու մեջ է, տա հունցա ստացվում վեր դու ինելավ դեռահաս, այսքան հանգիստ ու խաղաղս։ Ես ամեն դեպքում այդ շրջանը մի կողմում տինում ու բեմում դարի ուրիշ մարդում դառնում ու ես գիտում վեր բեմը ուրիշ աշխարհ է ու սովորական կյանքը ուրիշ աշխարհ ու ինձ թվում է եթե բեմում դու պատրաստ ես լավ ներկայացնես ու լավ ներկայանաս ժյուրիին հետի պիտի ամեն մի ուժ գործադրես դրան բայց սովորական կյանքում դի չի վերդի շատ հմանչ կոտում Այս է կողքինում ինձ պահում դուք իմ հնգերում ցածրցրեք Չէ, նո փորձում միշտ ինիմ տոնուսում ես հաստատ ես համոզված եմ վեր կյանքում աստղային հիվանդություն ձեռք բերելու չում ու դա եւ դաստիարակությունից եկալ եւ եկալ Արցախի ձայնի դաստիարակությունից ու իմ մեջից դա արդեն կանոն է բեմ ուրիշ մարդ ես կյանքում ուրիշ մարդ ինձ դա ամենակարևոր բաներից մեկն է Անի, ինչքան էլ ասում ես վեր բեմը սիրում է վեր դու այն միս ֆորմում, բայց ամեն դեպքում երբ բեմից քշանում ես, արդեն սովորական մարդս ու սովորական դպրոցականս եւ դու նաեւ փորձս ունեցալ ամենածանր պահերից մեկում Արցախի բլոկադայի ընթացքում մնաս հակարի ես մի կողմում հատը այդ վաղտը քու ապրումն է թունցա ելել այդ վաղտը ինչքանավա Արցախի ձայների տված փորձը թեկուզ կամ ծերունց տված դաստիարակությունը կամ չգիտեմ այդ հուզականությունը ինչքանավա խառնալ քեզ ու ինչ ապրումն ես ունեցալ գիտելավ վերդեղ իսկապես արդեն գիտակից հասկանալավ ինչ է կատարվում եւ դու կամրջի ես մի կողմում ես
2022 թվականին ես մասնակցալում Եվրատեսիլին նախընտրական փուլում լավագույն 20-ի մեջ միլել ու մասնակցալում դուզի անց չեմ կացավ, բայց լավագույնների մեջ միլել ու այդ թվականին Եվրատեսիլը պիտի անցկացվեր Երևանում, Հայաստանում ու մոնք ընտանիքով եկած ընկել Երևան վեր եշինք Եվրատեսիլը, բայց իդ տրնալի ճանապարհին գիտացել ենք վեր ճանապարհը կապա ու 2 ամիս մոտորապես մնացալ են Գորիսում նաև մի խումբ արցախցիների երեխաներ կան, էլի մշակույթի սպորտի հետ կապված, հուր էլի տարալին իշելի հետի ու նորից մնացան ուրանքդեղ ու մզետի այդ ժամանակաշրջան շատ ծանր այլել ամեն դեպքում ես իմ ընտանիքիս հետ միլա, բայց այդ խոխեքը առանց ծնողներ, առանց ընտանիքն իլել, բայց ուրանց ղեկավարը փորձала ամեն ինչ անել վեր ուրանք զգան վեճ այդ կարոտը, բայց դա ամեն դեպքում եթե գիտում ես վերդեղ կապա մարդիկ կարող սովա ու բլոկադայանդեղ բենչ կա ուտելի, հա, շատ ծանր այլել շատ ծանր այլ է դա ընդունելը, բայց մոնք բլոկադան հալա չբրծած, մոնք ընտանիքա ողողոցնել ընտարացնել, մոնք քեցալն Ղարաբաղ, պապան լրիվ ուրիշ ճանապարհով, ծմակներով, մոնք կարմիր խաչավ ու ես միջև կարող սկսել երևի կես տարին դեղ ընկիլել Գորիսից եկած ու ինձ էդի շատ անմոռանալի է, դուզատիժել պայմաններում ընկիլել, բայց ընվեր դու քո հող մտես, քո ընկերներիդ կողքենս ու քո շրջապատիդ կողքենս, դա շատ կարևոր է ու ինձ էդի այդ 6 ամեսը շատ սիհի շարժան իլել, մինչև կյալստեղ Շատ ասեցինք վեր դու Արցախի ձայներիցս, բայց ֆոկուս չիրեցինք Արցախի ձայներին իրակ, ոզին պատառել այդ մասին խոսինք, իրանք սկսալն իրանց գործունեությունը, երբ դեր դու անգամ ծնված չսրը։ Ոզում մի քիչ էր խոսինք Արցախի ձայներից, որովհետև անդադ ասում ենք Արցախի ձայները ստինդի, բայց պետք չենք անում թեման, ինչ վեր շատ կարևոր է հատկապես տեղահանությունից հետո այն իմաստով 2004-ից նախագիծը կա ու ինքը այս տարիների ընթացքում ոչ միայն կուրցրալ չի ակտուալություն, այլ տռալա սիրելի, բազմաթիվ բեմ էր ագրավալ ու անդադ թարմացվալա դուվել տրամվար ներկայացուցիչնս, արդեն քանի սերունդանդեղ փոխվել, բայց ակտուալությունը կորչա չի, այլ հակառակ անդադ բյուրեղացվում է, ավելի լավն է տրնում, ոզում տեսնամ դու հունցս դիտարկում տա, հինչումնա իրանց արդեն ծեր հաջողության բանալին ու հունցա տեղահանությունից հետո արդեն Արցախի ձայների գործը, որտեվ հանդեղ գիտում ենք վեր իլայլն ամենասիրելին, իլայլն ամենահաջողվածներից, բայց իրավիճակա փոխվել ի վերջո ու ոզում տեսնամ այս դժվար ժամանակներում Արցախի ձայները հունցն ռեալիզացվում, հունցա ծեր առօրյան անցկենում, ինչ հնարավորություններ ունիք, ինչ դժվարություններ ունիք տեղահանությունից հետո իրոք որ շատ դժվար այլալ ոտքի կանգնել, բայց մեր սիրելի Տադասյան ու Կարապետյան ընտանիքների շնորհիվ, մեր աջակիցների շնորհիվ մենք փորձում ենք մեր գործունեությունը շարունակենք ու ամեն ձևի փորձում ենք էլի բեմեր Երևանք, ներկայացնենք էլի Արցախի ձայնը հնչեցնենք։ Մեր աջակիցներն մաս տարածքն տվալ բարապելի հետի փոքրիկ փորձա սենյակ ու ընդդղն անցկենում էր համերգների փորձերը, տարբեր կլիպների փորձերը ու հիմա շատ նոր երգեր ունենք, վեր ուզում ենք հերթավ թողարկենք ու նորից մեր անունը բարձրանա էլի ամենտեղ խոսին մեր մասին ու Արցախի ձայների իստվում է էլի շատ ուժեղ կազմ ունե, այդ ուժեղ կազմի շնորհիվ ինքը կարող է նորից ոտքի կաղնե ու շարունակե իր գործունեությունը։ Անի, բայց նաև գիտում վեր ձեր ղեկավարը մենք Հայաստանում չի, ուզում տեսնամ դա ինչքան ավա ազդալ խմբի գործունեության իրան, արդյոք կարում եք նաև առանց յուրան անմիջական ներկայության նույն մակարդակը ապահովիկ, նույն ձև ձեր գործունեությունը շարունակիկ ու ինչա նշանակում ծզետի են փաստը վեր ինքը մենք ստեղ չի, չէ որ ինքը բացի նրանից վեր ձեր ղեկավարն է նաև ասում եք վեր ձեզետի հարազատ մարդա, հուրն այդ մծացալս եւ այլ եւ այլ։
Լիռք պատնան արդեն մի քանի տարի է Հայաստանում չի, ու ուրան բացակայությունը շատ մեծ ազդեցություն ունի մեր խմբին իրա, բայց ինքը ամեն րոպե, ամեն ժամ մզնեհետ ամունկուրան այդ միշտ կապի մեջ ենք on-line, ինքը համ գուճիրներին է դա պարապում, համ ձերին է օգնում ամեն ձևի, մեր նոր սերունդը on-line ամեն ձև փորձում է հասցնել ուրանը հետ, տարբեր վիդեոներ է ղարկում, վեր ինքը ասե հինչնա սխալ հինչնա ծոր, ուրան գործունեություն շարունակվում է, պրոստը մի պատար հեռակաձևով ու on-line, բայց այդ ամեն ինչը դուզա ազդեցություն ուներ վերինք ստեղ չի, բայց այդ on-line էլ է շատ մեծ ուժ տամ, վերինք խոսում է ժամանակակից մեթոդներ ավան լի առաջնորդում վերը ավելի հնարավոր է դարձնում այս ամենը։ Անի, նախ ասին վեր շատ տպավորվածում, որովհետև դե մեր ժամանակի երկիչն են այսքան կիրթ ու գրագետ չունեն, բայց ստամոց ասի։ Շատ կուզեի վեր 15 տարեկան պատանիների քիզ նմանանին եւ դաստիարակված եւ համեստ, բայց նաեւ շատ համարձակ ու նաեւ այսքան կիրթ արդեն 15-16 տարեկանը շուտով ու նաեւ մասնագիտություն ընտրելի ժամանակն է։ Արդյոք երկարվեստը քիզտե հիմնական մասնագիտությունն է իննական եւ հնարավորություն է ինը նաեւ ֆինանսական կայունություն ունենալ այս մասնագիտությամբ, թե այլ ծրագրեր կան։ Ես հիմա ավագ դպրոցում սովորում, վերը դիզայներական թեկումոն է ու ես արդեն մի քանի տարի է որոշում, որ ես երկրորդ մասնագիտություն անպայման պիտի ունենամ, բայց մինա երգը մնում է հիմնական ու ես հենց մասնագիտություն մտրա վեր կարիմ համատեղ իմ երգինը հետ, դիզայներական դպրոցում սովորում, ասում ես, որ երկրորդ մասնագիտությունս ընտրա վերը դիզայներությունն է, ուզում տեսնամ դրան պատճառը այնա վեր քու գործընկերներիդ եւ քու փորձը ցույց ընտան վեր կոմերցիա դիժերա այդ ոլորտում ճարել, եթե դու ստանդարտների այն ամենա հարսանիքային ստանդարտներից դուրս ես, տայա պատճառը վեր նաև երկրորդ մասնագիտության մասինս մտածալ, թա բարձրապես իսկապես տայելա քեզ գրավում, էնելա քեզ գրավում։ Չէ, զուտ իմ համար ամենառաջանել ես ասում վեր երգը միշտ ինձ էտի առաջնային է, բայց ես միշտ ազամ ինչ-որ մեր բարբարով ասած փեշակ ունենամ ու երևի 5-րդ դասանից սկսամ հետաքրքրվել շտեղ կարելի է սվերած, ինչավ օրիշ կարելի է զբաղված, դիզայնի տարբեր ճյուղեր, ինչու մազում տեն, ու կենտրոնացամ ինտերիեր դիզայնի իրա ու հալա իմ մտադրությունս փոխվալ չի։ Անի, մաման էլ դու էլ արդեն հպարտությամբ ասացեք վեր հեղինակային երկոնից։ Խեմ նշում մաման, որովհետև ծնողների հետ շատ հաճելի ու կարևորայինում խոխոցը հաղթանակն են ու ունենա սեփական երկ դա արդեն իսկ կամ երգեր, դա արդեն մոց հաղթանակ է։ Ոզում խոսիս այդ քո հեղինակային երգերի մասին ու եթե կարելի է մի փոքրիկ հատվածել մեր եթերում հնչեցնես։ Երևի մի տարի է արդեն վեր փորձում իմ հեղինակային երգերս գիրիմ, ես հենց համ երաժշտության հեղինակը համ բառերի, դու ալա հրապարակված կավեջ, բայց անպայման շուտով կլինի։ Ու առաջնայինը ես դուսմնան իմ Արցախ երգը, վերը ես գիրալում առաջինը հենց, այդ երգը արդեն արտադրական փուլում է ու փորձում ենք ինչքան հնարավոր է շուտ սարքինք, բրծնինք ու թողարկենք, որովհետև հարցազրույցներից մեկում ես մի կտոր երգ ալում իմ երգից ու լող անհամբեր սպասում հիվ դիսկը կա հենց հիմնական երգը, այդ երգը ես գիրալում հենց իմ էմոցիոց իրա, ես ոնց պատկերացնում Արցախը, իմ ոնց ասում 15 տարեկան աղջկա Արցախը ու ինձ թվում է առաջին երգի հետի բայց ստացվալ ու շուտով կլասիկ։ Իսկ ինչ զգացողություններ ունիս դի ձևի վախումս հունց կընդունվե ինչ կինի, թա լրիվ պատրաստս արդեն այն ինչը ստեղծվալա 10 ու ստի ասած լրիվ համոզված ես նրանում վեր էմոցիաներդ կիսելու վն վեր երգը հասկանալ վնդի հունց դու վսկիրար այդ կուճիր հատվածը վերես հրապարակալում շատերը լավ արձագանք են տվել ու ինձ թվում է ու իմ մոտիկ ընկերներ Արցախի դիզայների ընկերները վեր լսալն ասալն վեր շատ լավ է ու ինձ թվում է
վեր թողարկի մեծ երկը ինչ վեր վատ մեկնաբանություն ամեն դեպքում ինենա դա ահտիրա բայց ինձ թվում է ավելի շատ լավն նսլան նո առաջինը վեր դա Արցախի մասին է դա արցախցիք ամեն դեպքում շատ գնահատելու են ու լսելու են որովհետև մենք սաղ արցախցիք հենց այդ երկեր ավն ապրում կամ հուշեր ավն ապրում դիասիմ ինձ թվում է արցախցիք հենց լավն ընդունելու իմ երկս ու մնացածը արդեն իսկ կարիս մի կուճի հատված երկիս իմ Արցախ պետք է ինձ ազատ անմոռաց փողոցներով քայլելով ու հիշելով քեզ իմ Արցախ պետք է ինձ ազատ դու հերու բայց իմ սրտում կմնաս հոգուս խորքում դու իմ Արցախ Կուջանդրա փշկաղա լեց եկավ հազիվ ինձ սպծը ու ես գյումչում խե քեթե Մարտունի եւ Թումանյան փողոցներ գյումչում ամենաշատ զարմանալի ավեր ես պիտի Մարտունի քինամ բայց Ստեփանակերտի փողոցն է գուցե անի ասած Արցախը մտածած է վեր դղային են ես եմ տղիլալ այսիմ շտեղում իր մտքերա այդ պարկին այդ երաշտական դպրոցի պարկի այդ ճանապարհավստի как будто այդ երկին տակին պիցրացի չէ ես պալիտանում պիցրացա դի այն թաղերը Թումանյան թաղը հա իսկ քեզ այդ բարերը շտեղատանում անի նո այդ բարերը ինձ հետի հենց սաղ Ստեփանակերտն է ուրան սաղ փողոցներ ավը ուրան գաշենք պիտաչոկավը հարաբարակավը այդ տակիրելիս առաջինը հենց Ստեփանակերտն է իմ աչքիս առաջին եկավ որովհետև ես իմ կյանքի 13 տարին տեղում ապրալ ու ինձ հետի շատ անմոռանալի է այդ ամեն ինչը որպես հուշ ստիենայի մեջից միշտ հիշում միշտ կարոտում ու փորձամ իմ այդ ամեն էմոցիաս ես երկավ նկարագրիմ ես երկավ փոխանցիմ ժողովրդին Անի մունք երբևէ ստի փորձ ունեցած չեն քո տարիքի հյուր ունենանք կամ ավելի փոքրիկներինք հյուրընկալած մեր տաղավարում կամ ավելի շատ ավելի հասուն մարդկանց վեր իրանց հետ հիշտայինում իրանց ապրումներից խոսելը Օզում տեսնամ դեռահասների համար հունցա կորցնելը ծննդավայր եւ Նաև շատ դեպքում դեռահասներ խոսում չեն այդ մասին, եթե դու ինքնաարտահայտվում ես երգի միջոցով, ապա օրինակ ձեր դասարան ցուցավեր խոսում եք, ինչը քննարկում եւ արդյոք ծնողներին հետ վեր խոսում եք այդ ձեր ապրումներից խոսում եք դա ավելի շատ հիշտա նույն տարիքի երեխաների հասակակիցների հետ քննարկելը Արցախի մասին, հուշերը, կարոտը Զույգն ասած ինձ էտի այդ Արցախին թեման շատ զգայուն է ու ես միշտ խուսափում վեր ինչ-որ ինձ հարցեր ընտամ հնցանդագիլալ բեն ու ես այդ ամեն մի զգացմունքը փորձամ այդ երկավ հենց փոխանցիմ որովհետև իմ համար պրոստը զորույցը էլի շատ ծանր է նո վեր սաղմանկությունը համարյա սաղմանկությունը դղա անցկացալ ու շատ հիշարժան պահեր այլ այնտեղ Ինձ թվում է շատ ծանր է ամեն մի դեռահասի ամեն մի իմ տարիքի խոխի հետի դուսում հասկանում վեր այդ քու ապրումներիդ կիսումը նաև արցախցի քու հասակակիցները դուք ավելի շատ խուսափողական եք այդ թեմում քան կիսվում եք ձեր ապրումներով նո դեռահասնեն ուրանց բենավ ստիմ պատարփական Վերասիմտի շատում այդ թեմավը խոսում իմ հնկերներիսն է չէ, որովհետև առաջին հերթին ուրանք էլ են խուսափում այդ էմոցի իրա ամեն ինչ ինում է, բայց ես օրինակ իմ երկավսում տա փոխանցում ուրանք կարող է ինչ-որ օրիշ բենավ տա փոխանցին ինձ թվում է ամեն մին հետի էլ ծանր է Ես վստահում վեր անի երկը ստանում է Արցախ եւ այն խոխակի վեր կարում չն իրենց ապրումները
բառայնացնին, խոսք դարձնին, հենց այս երկի շնորհիվ գրլականը ճարին այն ինչ որ իրանք կուրցրալն, ինչ որ օզիմանասին եւ վստահում վեր երկից հետո նաեւ շատ մամանե հասկանանն վեր արժե նաեւ խոխոցնը շատ խոսած եւ ինչքան էլ փակնի այդ փակ հատվածը պեցանինք ու մեր սրտերը պեցանինք, որպեսզի ցավը միշտ մնա վեճ, այլ հուշը մնա, սերը մնա եւ վերադառնալու հավատը մնա։ Անի շատ շնորհակալ ենք վեր եկալս վեմսն հետ կիսվալս։ Շնորհակալություն հայտնին գործարար Ալիքին 2 տարի անշահախնդիր է տաղավարը մեզ տրամադրելու հտե եւ մեր քաթերի իրական դարձնելի հտե։ Շնորհակալություն ծոզ մեր դիտողներ վեր մեկնաբանումը, տարածումը, կիսվումը մեր քաթերավը, բայց նաեւ շատ շնորհակալ ենք մարդկանց վեմս աջակցումը Ռեարմենիում կամ Patreon-ում շտեղ վեր սկսած $2 հնարավոր է աջակցած podcast-ի շարունակականությունն ու բարբարի թվայնացմանը, շնորհակալություն լող նրանց վեր արդեն իսկ դա անում են եւ շնորհակալություն մարդկանց վեր այս քաթից հետո են միանալու մոս Patreon-ում կամ Rearmenium։ Շնորհակալություն ծեզ եթերին հետևելի հտե, մեկնաբանություններում գիրեցեք ինչ զգացողություններ ունեցեք։ Մեկնաբանություններում գիրեցեք ինչ զգացողություններ ունեցալ Անի երկից հետո եւ այսինքն վեր Անի համուկ սպասում ենք այդ երկի ամբողջական տարբերակին։ Շնորհակալություն։ Կաթիլ ջուրը քարակոտրում ու քարակոտրում Ցակում։ Քարածակում ու ծեր $2-ն էլ կարե շատ չի $2 է։ Սարայրոս մարաթոնինի։ Արցախը մի շատ քեշ արտահայտություն կա։ Մոգնեկի արաքսինուկ։ Սա եթեր չքինան։ Բայց կոզայի քինար։ Չի ով ենք ձեր շնորհակալ ենք բենտիչնի շատ ստի։ Պրոստը այսի ես եմ շնորհակալ։ Քայ շնորհակալ եք Ստղաս մդղարբացի կա շնորհակալ։ Փոխանցում եմ գործիքի։ Մարիամ Աբրավայի Սարգսյանի։ Սպասեմ, ես նորմալ է։ Անի, Պասե։ Անի, դու զցրամ ինչ հետո, նո, ասում։ Նո, ինչ մասում։